Հասարակության մեջ հարցեր են առաջանում, թե այս դատական գործընթացը ինչի մասին է եւ Դավիթ Սարգսյանը իրականում ինչ վնաս է հասցրել պետությանը, որի մասին իշխանությունները բարձրաձայնում են եւ նրա դեմ քրեական գործառույթվեց։ Ես չեմ ուզում նորից կրկնել այն, ինչ անցյալ տարի ենք մենք ասում։ Կարճ ասեմ, որ որևէ ապօրինություն մեր համոզմամբ տեղի չի ունեցել։ Երկրորդն ավտոմեքենաները, որոնց մասին խոսքը գնում է եւ որոնք ցավոք սրտի երկար ժամանակ նրանց օրինական տիրապետողները չեն կարողանում դրանք տիրապետել, դրանք բացարձակ կապ չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ, անգամ Արցախի կառավարության հետ կապ չեն ունեցել։ Մի նվիրատվություն է նրանցից երկուսը եղել է նվիրատվություն, երրորդը ինչպես նվիրատվության միջոցներ, այնպես էլ տվյալ հիմնարկների գործունեության արդյունքում ստացված շահույթի միջոցներով գնված ավտոմեքենաներ։ Այսքանը կարող եմ ասել ավտոմեքենաների հետ կապված, ընդհանրապես կարող եմ նշել, որ մենք փորձելու ենք ցույց տալ, որ որևէ ապօրինություն տեղի չի ունեցել, առավել եւս հանցագործություն եւ Դավիթ Սարգսյանի եւ ավականու մյուս անդամների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է եզրափակվի արդարացման։ Ըստ մեզ, այո, մենք գիտեք, ես իրավապաշտպանությամբ զբաղվելով միշտ եմ ներկայացնում այս ակնկալիքը եւ հազվադեպ չի լինում, որ այդ ակնկալիքները իրականություն են դառնում, հուսօրինակ այս դեպքում էլ այդպես կլինի, ամեն դեպքում մենք փորձելու ենք դատարանի առջև ներկայացնել իրավական փաստարկներ, որոնք վերաբերում են նրան, որ այստեղ ինքնիրավչության մասին խոսք լինել չի կարող։ Շնորհակալ եմ։